Բարև, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Ոդքասթների համար նախատեսված մեր տաղավարում աշխատում եմ ես, Գևորգ Ղազարյանը։ Այս շաբաթվա հետաքրքիր թեմաներում գերակայում են ֆուտբոլային իրադարձությունները եւ դրանով պայմանավորված, նաեւ միջազգային դատարով պայմանավորված ունենք հավաքականների ընկերական խաղեր եւ այլն։ Կարճ ասած, ֆուտբոլը այս շաբաթ գերակայելու է, բայց ունենք մեկ հետաքրքիր թեմա, որը մեղմ ասած ֆուտբոլի հետ կապ չունի եւ տափողակով հոկեյի սիրահարները կարող են մնալ մեզ հետ ու այդպես ավարտելու այս թողարկումը, բայց մինչև ավարտելը դե այն պետք է սկսենք, այնպես որ գնանք առաջ եւ նախ եւ առաջ հայկական տեղական ֆուտբոլի մասին խոսքով բացենք այս թողարկումը։ Հավաքականների պաշտոնական եւ ընկերական խաղերի ժամանակն է եկել, դա նշանակում է, որ ակումբային ֆուտբոլում տենց դադար է լինում եւ հնարավորություն են ստանում իրենց դրսեւորելու արդեն ազգային ընտրանիները։ Մեր հավաքականի համար սա նույնպես քննական շրջան է, նախատեսված էր երկու քննություն, որոնցից մեկը մենք մրցակցի հարկի տակ պետք է հանձնեինք Արաբական Միացյալ Էմիրություններում, հետո գայինք Հայաստանում ամսի 29-ին խաղայինք ընդդեմ Բելարուսի։ Բայց այդ առաջին քննությունը, ինչպես գիտեք, որոշ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված չեղարկվել է։ Մի փոքր այդ թեմային անդրադառնանք, քանի որ շատ հանգիստ ու խաղաղ իրականությունում, որը որ չգիտեմ, վերջին 30 տարիների ընթացքում թևածել է ամբողջ աշխարհում, երևի թե մինչև եկեք սենց շարադրենք, երևի մինչև կորոնավիրուսային համավարակը թվում էր որքան էլ որ տարածաշրջանային ինչ որ առանձին կոնֆլիկտներ բան էին տալիս, հա, գլուխ էին բարձրացնում եւ թվում էր սովորական կենցաղավարման մեր ընդունված օրակարգը անհնար է որ փոխվի, կասկածի տակ դրվի, որ օրինակ Չեմպիոնների լիգան կարող է սկսվել այսօրը, միջազգային դադարը այս օրերի ընթացքում է, հիմա արդեն մի տեսակ այդ ամեն ինչը անգամ անհաստատ իրադարձության ու օրակարգի տպավորություն է թողում, որ հաճախ այն, որ հանդիպումները սահուն ընթացքի մեջ են, այն, որ հավաքականները այդուհանդերձ միջազգային գրաֆիկի համապատասխան շարունակում են նախապատրաստվել, ինչ որ ստուգատեսերի ընդունում են նմանները, ինձ որոշ դեպքերում անակնկալի է բերում։ Դա իհարկե հաճելի անակնկալ է, դա նշանակում է, որ կյանքը կանգ չի առնում եւ սպորտով, մշակութային իրադարձություններով պայմանավորված տենց մենք հսկայական դադարների չենք գնում, երկրները իրար հետ գոնե այդ առումով շարունակում են երկխոսությունների ճանապարհներ գտնել, եզրեր գտնել, շփվել իրար հետ եւ վերջիվերջո ճանապարհորդել, բայց արի ու տես, որ մենք ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որը ոչ միայն ինչ որ աշխարհի պայմանական հատված է, հա, խառնել իրար, այլ նաև մեր տարածաշրջանը հիմա մեզ համար այդքան էլ մոտ չէ աշխարհագրորեն Արաբական Միացյալ Էմիրությունները որպես պետություն, բայց այնքան մոտ է, որի հետ ունենք թե տնտեսական կապեր, թե զբոսաշրջային, երևի թե էլ ավելի շատերի համար դա ինչ որ ընկալվում է զբոսաշրջային տարածք, ինչպես նաև ամբողջ աշխարհի։ Մենք նաև ունեինք ինչ որ սպորտային իվենտներ, որոնք որ ոչ հաճախ, բայց այդուհանդերձ այդ երկիրը ընդունում էր եւ ոչ միայն Արաբական Միացյալ Էմիրությունները, այլ նաև Քաթարը եւ հարևան Պարսից ծոցի մյուս երկրները։ Հիմա այստեղ այնպիսի իրավիճակ է, որ մարդ չգիտի առաջարկել իրանց արդյոք հնարավոր կլիներ, որ նրանք գային Հայաստան, բայց եթե գային ինչպես պետք է գար նրանց ընտրանին, չէ որ իրենց օդային տարածքը հիմա մարդը այլևս չի հասկանում, բաց է, փակ է ամբողջությամբ, կիսով չափ է բաց, մեծ մասը նաև Հայաստանի արտգործնախարարությունը տարածել էր հայտարարություն այն մասին, որ նրանք ովքեր որ մնացել են այդ երկրում կարող են գնալ Օման, այնտեղից գալ եւ ըստ էության երկու երկրների ֆեդերացիան այդուհանդերձ այդ հավելյալ լուծումների ճանապարհով որոշեց չգնալ եւ պարզապես չեղարկել այս ընկերական հանդիպումը, դրանից արդյունքում տուժում ենք թե իրենք թե մենք, բայց մենք մեր մասին ենք խոսում, մնում ենք մեկ ընկերական խաղով եւ դա էլ ոչ թե բարդացնում է, այլ խնդրահարույց է դարձնում իրավիճակը մեկ ընկերական խաղ։ Պատկերացրեք, քանի ամիս հայ ֆուտբոլասերը սպասել է փորձարկումների այդուհանդերձ վերանայման, թե
ինչ է տեղի ունենում մեր ազգային ընտրանու հետ, նախորդ ավարտված շրջափուլը ինչ հանգուցալուծման բերեց, ինչ է արժանի վերանայման, ինչ պետք է մենք աշխատենք փոխել եւ այդ ամենը հանգեց ամիսներ հետո ընդամենը 1-90 րոպեանոց խաղի։ Լավ է գոնե Երևանում, լավ է գոնե տղաները Ավանի ակադեմիայում, որտեղ որ անցկացնում են իրենց հավաքը, ճամբարին միացած ֆուտբոլիստները պարզապես Երևանում իրար հետ կծանոթանան, ունենք չեմ ուզում ասել նոր անուններ նրանց համար, ովքեր հայկական ֆուտբոլին չէր հետևում, բայց նոր անուններ այն տեսանկյունից, որ նախկինում նրանք հավաքականին չեն միացել, այդ թվում օրինակ Ալաշկերտի պաշտպան Արսեն Սադոյանը կամ օրինակ Արարատ Արմենիայից արդեն հայկական անձնագրով Բուենոն եւ հնարավոր է այս կամ այն իրավիճակում գոնե երկու խաղի պայմաններում ֆուտբոլիստները, որոնք որ նոր են միայն միացել ազգային ընտրանուն, խաղաժամանակ ստանային, հայտնվեին մեկնարկային կազմում, փորձարկումների շրջանակը ինքներդ եք ընկալում ավելի մեծ կլիներ։ Այս տեսանկյունից երևի թե այդ մեկ ընկերական հանդիպումը մենք որպես արդեն չեղարկված դնենք մի կողմ եւ օրացուցային պլանով նախատեսված մյուս երկու ընկերական խաղերի մասին հակիրճ ասեմ, որ Ղազախստանի եւ Մոլդովայի հետ արդեն հաջորդ միջազգային դադարի շրջափուլում հունիսյան հատվածում երկու ընկերական խաղ նշանակվել է, մինչև արդեն միջազգային պաշտոնական հանդիպումների անցկացումը դա եւս կարևոր է, որ ամուր բավական լավ ընտրանիներ են եւ այստեղ հնարավորություն է բացվում հենց այդ իմ ասած նախանշած այդ ֆուտբոլիստները, որոնք որ գալիս են, միանում են հրավիրվածների ցանկում են հայտնվում, նաեւ ստանան ինչ որ խաղաժամանակ եւ պրակտիկ մենք տեսնենք թե ինչի են ընդունակ, որովհետեւ հիմա այն նույն երիտասարդական հավաքականից Ֆին Գիրակոսյանը, որ Սանդերլենդի երիտասարդական թիմում է փայլում, եկեք հենց այդպես ասենք, գալու է միանալու է ազգային հավաքականին, նա արդեն այդ մասին խոսել է, որքան է դրանով հպարտանում եւ չէ որ բոլորս կուզենային գոնե եթե ոչ Արաբական Միացյալ Էմիրությունների, ապա Բելարուսի կամ հակառակը, ինչ որ մի կետում մենք նրան տեսնենք խաղադաշտում, ինչ որ մի պահի հասկանայինք, որ նրա հասակը, նրա անգլիական ֆուտբոլի փորձը արդյոք համատեղելի են մեր սխեմայի հետ, մեր ընկալումների հետ, արդյոք նա տուգանային հրապարակում ուժեղ ու ցածկունակի այնպես ինչպես երիտասարդների հետ, թե այս մեծ ասակների ֆուտբոլը դեռևս Ֆիննի համար չէ։ Մի քիչ նրա անվանը պետք է փորձենք այդուհանդերձ սովորել։ Մատնանշեցինք այն նորեկների անունները, որոնցից ունենք սպասումներ ակնկալիքներ այն տեսանկյունից, որ նրանք ստանան խաղաժամանակ, մենք էլ հնարավորություն կունենանք գնահատել։ Հավաքականին չի միացել եւ այդ առումով կարևոր կորուստներից մեկը Ուգոչուկվու Իվուի բացակայությունն է, նա ստացել է վնասվածք, մի քանի ամիս նա պարզապես չի լինելու եւ նրա դիրքը հենակետայինի ուղղակիորեն նրա բացակայության պայմաններում դժվար փակվող է, այսպես ձևակերպենք։ Նա կարող է անել մեծ ծավալի գործ աշխատանք, որը այդ առումով բոլոր իմաստներով փակել առանձին մեր ֆուտբոլիստ չի կարող, գոնե այս պահին ես այդպես եմ ընկալում այդ դիրքը, բայց այդուհանդերձ նաև ընկերական խաղերի շրջանակներում նրա բացակայությունը նորից բերում է մեզ նույն կետին, որ մյուս ֆուտբոլիստները, այն տղաները, որոնք որ շանս են ստացել այս անգամ, հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց ունակությունները, բայց եւ նույն միտքը արդեն որորդ անգամ պետք է շարադրեմ, որ բոլորին միաժամանակ 11 հոգու համար նախատեսված այդ մեկնարկային կազմում ընդգրկել չես կարող, այդուհանդերձ պետք է հաշվի նստես, որ ընկերական խաղում դու պարտավոր ես պայքարել հաղթանակի համար, որքան էլ որ կետային առանձին դիրքերում դու ցանկություն ունես, հնարավորություն ի դեպ նաև փորձարկումներ անելու, բայց չէ որ ամբողջ մեկնարկային կազմը փորձարկման դաշտ դառնալ մեկ խաղի համար չի կարող։ Դա էլ արդեն վտանգում է, որ այդ խաղը կդառնա պայմանականություն եւ մեծ հաշվով չի տա թե մեկը, թե մյուսը։ Այնպես որ ակնկալիքները մեր հավաքականից, սպասումները բոլոր նրանց համար, ովքեր որ երկար ժամանակ սպասել են եւ հայկական ֆուտբոլը ցավոք սրտի, բայց ընկալու են միայն հավաքականի պրիզմայով,
այս մեկ հանդիպումը միակն է լինելու այս ժամանակահատվածում հասկանալու համար ինչ եղավ, ինչ ունենք հիմա եւ ինչ փոփոխություններով ենք գնալու նոր շրջափուլի, նոր ընկերական խաղերի հետևից։ Եվ քանի խոսեցինք Հայաստանի ազգային հավաքականի մասին, նշենք, որ մի փոքր հենց ուղղակիորեն կապ չունեցող ազգային ընտրանում մասին, բայց նախքին ոչ վաղ անցյալում հայտարարություն արվեց հայ-վրացական այդ երկու դիմակայությունների ժամանակ, որը ընդհանուր ավարտվեց, հիշում եք, 9-1 հաշվով, այդ ընթացքում էր նաև, որ վերջնականապես հայտարարվեց, հաստատվեց համատեղ նախաձեռնության մասին, աշխարհի առաջնությունը երիտասարդների ընդունելու եւ այդ առումով եւս մեկ տենց ինչ որ ահազանգ է գալիս այն մասին, որ Ադրբեջանը նույնպես համատեղությամբ մեկ այլ երկրի հետ նմանատիպ հայտ է ներկայացրել եւ ըստ էության տարածաշրջանային մի քանի երկրի շահեր են, սպորտային շահեր, սպորտաաշխարհաքաղաքական շահեր, այստեղ էլ քաղաքականությունը մեզ հանգիստ չի տալիս, համատեղվում են նախկինում UEFA-ն հայտարարել էր, որ պաշտպանելու է Հայաստանի եւ Վրաստանի համատեղ բիդը, նրանց աշխարհի առաջնությունը կրկնում եմ երիտասարդներին ընդունելու աշխարհի առաջնության հայտը եւ ինչ իմանաս թե այս դեպքում նման պայմաններում ինչպես կարող է իրավիճակը փոխվել եւ ի օգուտ ում կարող է փոխվել, դա էլ իր հերթին գալիք ապագա ամիսների սպասումների եւս մեկ առիթ է, հուսանք, որ մենք կկարողանանք հաղթել, մեծ նպատակներ կան դրա հետ կապված եւ թվում է որոշ դեպքերում այն ներդրումները, որոնք որ լինելու են, միայն մեկ պայմանում կամ միակ պարտադրող պայմանը, որը կարող էր այդ մեծ պրոյեկտների իրականացմանը նպաստել, դա հենց միջազգային իվենթի տեղի ունենալն է մեր երկրում, այնպես որ այդ առումով երևի թե ֆուտբոլասեր հանրությունը եւ բոլոր նրանք, ովքեր որ ցանկանում են, որ ֆուտբոլը ենթակառուցվածքների տեսանկյունից զարգանա նաեւ Հայաստանի ռեգիոններում, դրանք ճանապարհներ են ամեն ինչ հյուրանոցներ, համակարգեր, քաղաքը, որպեսզի դառնա ավելի գեղեցիկ, բարետես, հաճելի եւ ունակ լինի հյուրընկալելու ինչ որ X քանակից մի քիչ ավել զբոսաշրջիկների, թե ներքին, թե դրսից, պետք է ինչ որ մեծ իվենտներ, հաճախ մենք տեղերից պարզապես ցանկություն չունենք շարժվելու, որպեսզի մենք մեր համար մեր երկիրը հաճելի դարձնենք, այնպես որ դրսից գործոնը միայն պետք է ասենց բզի նպաստի, որպեսզի Հայաստանը գոնե ինչ որ կետում ինչ որ շաբաթներ շարունակ դառնա ակնահաճո, բարետես եւ հյուրընկալ։ Չնայած մենք հյուրընկալ ենք, մեզ պարզապես առիթ ու մարդ է հարկավոր, որպեսզի ցույց տանք այդ հյուրընկալ լինելու մեր ֆունկցիոնալը։ Այնպես որ հուսամ, որ Ադրբեջանի այս համատեղ հայտը միայն կթեժացնի եւ արդյունքում այլ ավելի բարձրագույն կամ բոլորի համար հետաքրքիր կդառնա նախ եւ առաջ այս թեման, կհետաքրքրվեն, մենք էլ պարտադրված կլինենք նման պայմաններում աշխատելու լավ եւ անելու առավելագույնը, որպեսզի մեր հաղթանակի դեպքում ցույց տանք, որ պատահականություն չէ եւ ստիպված չեն եղել իրանք մեզ տալու, որովհետեւ նախապես դա մեզ խոստացել էին, այլ ունենան թղթի վրա եւ փաստացի երկիր եւ աշխատող կառույցներ, որոնք որ կապացուցեն, որ ոչ միայն մենք հայտ ենք ներկայացնում աչուձախ, այլ նաեւ ունակ ենք նման միջազգային մրցաշահեր ընդունելու։ Ինչ խոսք, վերջին տարիներին նմանները մենք բազմաթիվն ենք ընդունել, ոչ մեկի մասին է խոսքը եւ ոչ մեկ մարզաձևում դա ֆուտզալ է, իդեպ նաեւ ֆուտբոլ է, մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը եւ այդ դրա հիման վրա, այո, մենք կարող ենք կառուցել մի թեզ, համաձայն որի դա մատնանշում է մեր ունակությունը եւ հյուրընկալելու եւ արժանի անցկացման եւ որ մեր մոտ մեծ հաշվով տես շատ լուրջ խնդիրներ տեղի չեն ունենա համեմատությամբ օրինակ նույն ամիսներ առաջ տեղի ունեցած, շաբաթներ առաջ տեղի ունեցած Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության, որը արդյունքում խեղկատակությամբ ավարտվեց եւ եզրափակչից հետո, որում որ Մարոկոյի դեմ հաղթանակ տոնեց Սենեգալի հավաքականը, Աֆրիկայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացեց վերանայելու
եւ գրանցելու հաղթող կողմին տեխնիկական պարտություն եւ գավաթը շնորհելու այն ընտրանում, որը որ արդյունքում եզրափակչի պարտվել էր։ Դա էլ առանձին մի ինչ-որ աշխարհ է խելամտության սահմաններից դուրս եւ նման կազուսային, չնայած մի քիչ մեղմ եմ արտահայտվում, երևի թե անլուրջ պատմություններ կարող են տեղի ունենալ միայն Աֆրիկա մայրցամաքում, թվում է թե այնտեղ մարտունակ շատ լուրջ աշխարհի առաջնությունների մեծ մրցաշարերի մասնակցության փորձ ունեցող ընտրանիների ֆեդերացիաների արկայության պայմաններում պետք է ամեն ինչ սահուն ու նորմալ ընթանա, բայց բանից պարզվում է, որ այնտեղ կարող են այսպիսի հիմար ուղղակիորեն այլ բառով չեմ կարող եւ չեմ էլ ցանկանում բնորոշել հիմար որոշում կայացնել։ Պատկերացնում եք, քանի եզրափակիչ կարող է այդ կերպ վերանայվել, սկսած, չգիտեմ, գերմանացիները կարող են խնդրել վերանայել 1966-ի եզրափակիչը, այնտեղ, չգիտեմ, Արգենտինան եւ Անգլիան կարող են վերանայել, թե ինչու պետք է այդպես լինի, եթե կարող ենք նորից քննարկել ամիսներ անց, վերջին ինչ տարբերություն, շաբաթներ անց է վերանայվում եզրափակչի գործոնը, այն որ հա այդտեղ հավաքական ընտրանիներից մեկը չհամաձայնելով թե ինչ է տեղի ունեցել, ինչպիսի որոշում է կայացվել, պարզապես թիմը մտնում է հանդերձարան, մի քանի րոպե անց վերադառնում եւ եթե դա արդյունքի վրա կարող է ազդել մի քանի ամիս անց կայացված որոշմամբ, ինչու՞ չէ, կարելի է նաեւ 1 տարի առաջվա հանդիպման վրա որոշում կայացնել։ Առհասարակ կարելի է մի քանի տարի առաջ, տասնամյակ առաջ, ով է սահմանում այն գիծը, թե որն է արդեն նորմալ ու որն է աննորմալ։ Իսկ առհասարակ մինչ այս նորմալ կար ընթացակարգ, թվում է թե շատ տեղերում կիրառված, որ եթե տվյալ պահին մրցավարը ինքը որոշում է, որ այս հանդիպումը չեղարկվում է եղանակային պայմաններով պայմանավորված կամ ասենք թմերից մեկը անառողջ մրցակցային, ոչ մրցակցային ինչ որ քայլ է կատարում եւ նմանատիպ այլ գործոններ, հա, եթե դաշտում, տեղում որոշում չի կայացվում, դեռ ավելին, հանդիպումը շարունակվում է, ունենում վերջաբան, պարգևատրման արարողություն, ամեն ինչ կողմերը արդեն որոշել են, որ իրենք համակերպվում են այդ իրականության հետ, բայց բանից պարզվում է, որ այստեղ մեկ այլ գործոն կար եւ դա Մարոկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած բողոքի հայտն էր, թե ինչու է համարվել նորմալ, որ թիմը կարող է պարզապես գնալ հանդերձարան եւ դա ոչ սպորտային է նման քայլը։ Okay, եթե այդ պահին մրցավարները եւ կազմկոմիտեն դա գնահատել են նորմալ եւ նրանց վերադարձից հետո հանդիպումը շարունակվել է եւ այդ վերադարձող թիմը դեռ ավելին հաղթել է այդ մրցաշարում, ինչ իմաստ ունի այդ ամենը պարզապես մեկ որոշմամբ փլուզել եւ գնալ մի ճանապարհով, որը որ կասկածներ է առաջացնում եւ առհասարակ կասկածի տակ է դնում քո կառույցի հեղինակությունը որպես այդպիսի։ Ինչ իմաստ ունի նման որոշում կայացնելու։ Սա ի դեպ կցեցի այս միջազգային մրցաշարերի անցկացման ընդհանուր թեմայի շրջանակներ, որովհետև տրամաբանությամբ իմ համար դա մեկ ինչ-որ ամբողջություն է կազմում, ինչ է նշանակում մրցաշար ընդունել եւ ինչ է նշանակում մրցաշարը անցկացնել, ավարտել ու հետո էլ այնպես անել, որ այն միայն լավով հիշես։ Հիմա Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունը, որը միշտ էլ էքսցենտրիկ, անլուրջ, հետաքրքիր, տարօրինակ իրադարձություններով հարուստ է եղել, սրանից հետո, որը որ ամենա ես բառ չունեմ ասելու, ամենան է դարձնում է թե այդ կառույցը, թե այդ առաջնությունը մրցաշարը որպես միջազգային մրցաշար ամենաթույլը, ամենակասկածելին արդյոք օրինակ որպես հեռուստադիտող դուք կցանկանայիք մի բան դիտել, որը ունեցավ ավարտ, բայց հետո պարզվում է, որ այդ ավարտը չեղարկվել է եւ արդյունքները 180 աստիճան հակառակ տեսք ունենա հետ այսու։ Եվ նրանք խաղում են սեփական անվան հետ ըստ էության։ Հիմա ինչպես դա կարող է անդրադառնալ մեզ վրա, մեր հայտի վրա, չգիտեմ, մեր աշխարհը, ժամանակակից աշխարհը շատ է գնացել այն ուղղությամբ, երբ ամեն ինչ պարզապես դնվում է կասկածի տակ, այն բոլոր սահմանումները, որոնք որ գործում էին 3, հիմա կասկածի տակ են դրվում, վաղը հնարավոր է նրանք առհասարակ չկիրառվեն եւ հնարավոր է այն փաստարկը, որ բերես, ասես, եղբայր, մենք նախկինում կիրառել ենք, սա միշտ աշխատել է, այս պայմաններում կարող են
պարզապես քո վրա տենց նայել եւ հասկանալ բոլորով միասին, իդեպ առանց քո մասնակցության, որ դու ինչ-որ խելացնոր, հիմար եւ ոչ ստանդարտ բաներ ես ասում, որը պետք չէր անգամ հնչեցնել։ Ամեն ինչ դրվում է կասկածի տակ, ցավոք սրտի, բոլոր հնարավոր մեխանիզմները, որոնք որ գործում էին, այդ թվում եւ ֆուտբոլում հիմա որոշակիորեն sense ինչ որ հեղեղուկ եւ ոչ կայունի տպավորություն են թողում։ Դա էլ իր հերթին դա էլ եւս մեկ թեվա էր, որին կցանկանայի անդրադառնալ եւ քանի որ միջազգային դատարանով պայմանավորված հիմա նաեւ հանգստի են գնացել Հայաստանի Fastex Premier League-ի ակումբները հնարավորություն կա 19-րդ տուրի կայացած հանդիպումները ամբողջությամբ տենց նայել, աղյուսակը քննել, քննարկել, հասկանալ թե ինչ է մեզ սպասվում, ինչ կարող է տեղի ունենալ եւ շարժվենք առաջ։ Այնպես որ հաջորդիվ մեզ մոտ ամփոփումն է 19-րդ տուրի։ Fastex Premier League-ի հերթական 19-րդ մրցափուլը ուղակի սենց գերետաքրքիր ու գերանակնկալ դիմակայություններով ու արդյունքներով մեզ զարմացրեց եւ դրանցից թերևս առաջինն ու ամենաբարդը ստացվեց Արարատ Արմենիայի համար արտագնա դիմակայությունը ընդդեմ Վանի հանդիպման հաշիվը բացեցին չարենցավանցիները եւ Արարատ Արմենիան հետագայում հատկապես երկրորդ խաղակեսում ստիպված ու պարտադրված էր արդեն իր ուժերի ամբողջական ներզոր կարողությունները ներդնել արհեստական խոտածածկի վրա, ապացուցելու, որ նա պետք է շարունակի պայքարի չեմպիոնական տիտղոսի համար եւ թվում էր, թե նրա մոտ այդ ամենը ստացվում է վերջին րոպեներին 11 մետրանոցի հնարավորություն են ստանում Արարատ Արմենիայի ֆուտբոլիստները եւ այն դիպուկ իրացնում է Ալիուն Նդուրը, թվում է, թե բոլոր հարցերի պատասխանները տրված էին, քանի որ 11 մետրանոցը նշանակվել էր 90 րոպե պլյուս ժամանակահատվածում, ժամանակը գնում էր, բայց կենտրոնից խաղարկումից ուղղակիորեն վայրկյաններ անց դարպասապահ երկար հեռահար հարվածով գնդակն ուղարկում է Արարատ Արմենիայի կիսադաշտ, այնտեղ անհասկանալի ինչ որ հպման համար նշանակվում է տուգանային հարված։ Ինչ եմ ասում անհասկանալի հպման համար, որովհետև եթե դրվագի դեպք կրկնապատկեր այստեղ կարող եք տեսնել, ուղղակիորեն հպում էր ցածկ հպում ոչ մի կանոնների խախտման նշույլ անգամ կոնկրետ այդ դրվագում չկար, բայց Վանի ֆուտբոլիստները ստացան տուգանային հարվածի իրավունք, որտեղից արդեն գնդակը արդյունքում այնտեղ խառնաշփոթ իրավիճակ էր տուգանայինի խաղարկումից հետո հայտնվում է Արարատ Արմենիայի դարպասում այս հանդիպումը նախ եւ առաջ առհասարակ ինքը իրենով շատ հետաքրքիր ստացվեց բոլոր չեզոք կամ նեյտրալ ու այլ ակումբների ներկայացուցիչների երկրպագուների համար միանշանակ հետաքրքիր դրամատիկ հանդիպում ստացվեց միանշանակ ցնծալու եւ առիթ է Վանի համար եւ ցավալի միավորների կորուստ Արարատ Արմենիայի ֆուտբոլիստների համար, չէ՞ որ նրանք ընթանում էին մինչև առաջին հորիզոնականում եւ Փյունիկը, որը մեկ հանդիպում էլ ավելի քիչ է անցկացրել եւ բարդ մրցակիցների հետ է հիմա էլ խաղում պայմանականորեն Ալաշկերտի երկու հանդիպում իրար վրա եւ նմանատիպ սցենարով մեկական գնդակ կարողանալով ուղարկել ամեն անգամ Փյունիկը կարողանում է այդ մեկ գնդակի առավելությունը պահպանել Արարատ Արմենիան այդ կերպ կորցրեց երկու կարևոր միավոր, ինչպես ասացի, եւ Փյունիկն էլ, որը արդեն 17-րդ իր համար խաղում կարողացավ հաղթանակ տոնել, տվյալ դեպքում հենց Ալաշկերտի նկատմամբ միավորների քանակը բերեց հասցրեց 38-ի, որով եւ հավասարվեց հավելյալ ցուցանիշներով Փյունիկը այժմ շրջանցում է Արարատ Արմենիային հավասար միավորների պայմաններում ԲԿՄ Ուրարտու դիմակայությունում վճռորոշ էր եւս մեկ գնդակը գրանցված Ուրարտուն կարողանում է նույնպես հաջողության հասնել կարևորագույն խաղում իր համար Ուրարտուի կազմում հաղթական գոլի հեղինակ է դառնում Բրուլո Միշելը, որը ընթացիկ առաջնության գլխավոր ռմբարկուն է եւ նա իր որակները չի կորցրել փաստացի այս խաղում եւս նրա գրանցած մեկ գոլը դարձավ հաղթական Պինդ կորիս ԲԿՄ-ի հետ խաղում ԲԿՄ-ն էլ անհաջող հանդիպումների շարք է սկսել եւ հիմա նրանք միայն 8-րդ հորիզոնականում են 15 միավոր նրանց շրջանցեց Գանձասարը ինչպես դա տեղի ունեցավ թվում է շատերի համար օրինակ այս հանդիպման խորագիրը ոչինչ չի ասում Գանձասար Արարատ վերջից երրորդ տեղը ընդդեմ
վերջին հորիզոնականի թիմի, բայց հավատացնում եմ խաղի լարվածության տեսանկյունից, ինտրիգների, տեղի ունեցող խաղային նաև որակի պայքարի ամեն առումով այս խաղում 19-րդ տուրի հանդիպումը, որ ավարտվեց 2-1 հաշվով հօգուտ Գանձասարի, իրոք որ թեժ էր, համ կային ընդհարումներ, համ կար պայքար, համ կար թեժություն ու տպավորություն էր, որ այս երկու թիմերը պայքարում են եվրագավաթային ուղեգրի համար, հա, 3-4 տեղերի համար, բայց փաստացի Հայաստանի առաջնության մակարդակը հիմա արդեն պարտադրում է, որպեսզի թիմերը անգամ այդ կերպ անձնվիրաբար եւ մինչեւ վերջին վայրկյանը պայքարեն այն կետի համար, որպեսզի վերջինը չլինեն։ Դա արդեն մանավանդ Արարատի տեսանկյունից, եթե դիտարկում եք իրականությունը, լեգենդար Արարատ ակումբը կարող է հայտնվել վերջին տեղում եւ դուրս մնալ Fastex Premier League-ից։ Պատկերացրեք, Հայաստանի առաջնություն առանց լեգենդար Արարատի։ Եվ այդ ճանապարհին այս հերթական պարտությունը Գանձասարի հետ խաղում էականորեն բարդացնում են նրանց համար վիճակը։ Մեկ հորիզոնական ավելի բարձր 9-րդ տեղում է Շիրակը, որը նույնպես ամենամեծ ու հարուստ պատմություն ունեցող ակումբներից մեկն է, նրանք 4 միավոր ավել ունեն, անցկացրել են այնքան հանդիպում, ինչքան Արարատը, երկուսն էլ 18 հանդիպում ունեն։ Շիրակը իր հերթին վերջին եզրափակողներ այս դիմակայությունների շարքը, նրանք հանդիպեցին գործող չեմպիոնի ու գավաթակրի, արդեն նաև սուպերգավաթակրի Նոայի հետ, բայց մեծ հաշվով ոչինչ հակադրել նրանց չկարողացան գյումրեցիները եւ բաց թողեցին միանգամից 3 գնդակ։ Ստացվում է ինչ մեզ մոտ, որ առաջին հորիզոնականում հավասար միավորներով Փյունիկն ու Արարատ Արմենիան են։ Երկու միավոր ավելի պակաս ունի, քան առաջատարները Ուրարտուն Ալաշկերտը եւ Նոան ունեն 32-ական միավոր, Վանը 22 միավորով 6-րդ տեղում է, սա արդեն հետին հետնապա հնգյակի շարքն է կամ նրանց խումբը, այսպես ասենք, Գանձասարը 17, հետո արդեն ԲԿՄ-ն 15, Շիրակը 10 եւ ինչպես նշեցի, եզրափակում է 6 միավորով Արարատը, որի վիճակը տուրից տուր էլ ավելի է բարդանում հենց այդ տեսանկյունից։ Արդյոք մենք առաջնությունում, որը որ եթե մնա 10 թմով առանց Արարատ կարող է ընկալվել Հայաստանի առաջին, ինքը բարդ է միանշանակ հավատալ, որ պայքարում, իրական պայքարում այստեղ այնպես չէ, որ ժամանակին եղած տարաձայնությունների եւ այլնի պայմաններում են ինչ որ խնդիրներ ստեղծվում Արարատի համար, Արարատը ոչ ակումբ է, որը ֆունկցիոնալ առումով գործում է, տրանսֆերային պատուհաններու բավականին ակտիվ է, ակտիվ վաճառում է իդեպ նաեւ ֆուտբոլիստներ, իսկ հիմա կա մի իրավիճակ, երբ փաստացի առաջին խումբը, որը արդեն կայուն, իր հանդիպումներն անցկացնում է, այնտեղ կան հավակնորդներ եւ ոչ մեկը, որը որ արդեն տարիներ շարունակ ցանկանում է հայտնվել Պրեմիեր լիգայում, իր տեղը արդյունքում կարող է ստիպել, որ զիջի Պրեմիեր լիգայի վերջին հորիզոնականը զբաղեցրած թիմին։ Այնպես որ այդ իմաստով էլ այս ընթացիկ առաջնությունը ինքը բացառիկ է։ Կրկնում եմ, դա այն դեպքում, եթե ֆուտբոլի ֆեդերացիան գարիկ տարվա համար որոշում կայացնի, որ այս մասնակից ակումբների քանակը պահպանվելու է եւ Պրեմիեր լիգայի հերթական խաղարկությունում գալիք մրցաշրջանում նորից լինելու է 10 ակումբ։ Եկավ պահ, երբ հայկական ֆուտբոլային իրողություններից մենք պետք է անցնենք արդեն միջազգային թաթերաբեմ, իսկ այստեղ գլխավոր թեման ըստ էության մեկն է։ Իհարկե, աֆրիկյան ֆուտբոլի արկածներով մենք անցանք, դա մեկ այլ պատմություն է, մեկ այլ գրադարանից, մեկ այլ գիրք, չգիտեմ, ժանրն էլ արդեն մեղմ ասած ինձ հետաքրքիր է, որպեսզի բնորոշում ստանա, թե ինչ ժանրի մեջ է մաս կազմում այն ամենը, ինչ աֆրիկյան ֆուտբոլում է տեղի ունենում, բայց լավ, դա մոռանանք, իսկ հիմա վերադառնանք այն եվրոպական ճիշտ, ինչպես ընդունված է ասել, ամսագրային ֆուտբոլին։ Իսկ այստեղ կար մի հետաքրքիր հանգամանք, այն է, որ մենք անգամ նախորդ եթերներում, որպես արդեն փաստացի իրականություն շարադրել էինք, որ Անգլիայի առաջնությունը պարզապես դարձել է անպարտելի էին թվում երկար ժամանակ, մինչև Չեմպիոնների լիգայի այս 1/8 եզրափակիչ, 4 եզրափակիչ անցման շրջանը հասավ եւ
Անգլիան, որը որ ուներ ամենաշատ ակումբները, արդյունքում հիմա մնաց երկու ներկայացուցիչով Լիվերպուլ, որը այս մրցաշրջանում կաղում է, եւ Արսենալ, որը 3 էլ պարտվեց Մանչեսթեր Սիթիին հերթական տիտղոսի համար մրցապայքարում, բայց այդ մի տիտղոսը մենք մի կողմ կդնենք, փաստացի ընդգծենք, որ Մանչեսթեր Սիթին այս պահին կարողացավ առաջին իր տիտղոսը նվաճել Անգլիայում, դա փաստենք ու անցնենք, ինչպես ասացի, մի կողմ։ Արսենալի բախտը երևի թե բերեց, ես օրինակ կարծում եի, որ շատ ավելի բարդ կլիներ, եթե նրանք խաղային նորվեգական Բոդյո Գլիմտի հետ, բայց արժանին պետք է մատուցել Սպորտինգին, որը առաջին խաղում հյուսիսային, ամենահյուսիսային հաջողակ ակումբի հետ ցրտի պայմաններում 3-0 պարտությունից հետո սեփական արկի տակ կարողացավ հիմնական ժամանակում 3 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, հետո արդեն լրացուցիչ խաղակեսերում վերջնականապես բեկել, վերջնականապես բոլոր հարցերի պատասխանները տալ եւ 5-0 հաշվով հաղթել դիմակայությունում էլ արդեն 5-3 հոգուտ պորտուգալացիներին, նրանք շարժվում են առաջ, նրանց հաջորդ մրցակիցը Արսենալն է։ Մյուս ֆանտաստիկ հետաքրքիր գլխագիրը դա երկու իսպանական ակումբների միջև հակամարտությունն է։ Ստացվեց այնպես, որ անցնելով այս թեման, շրջանցելով մեկ այլ թեմային անցնելով, փաստենք, որ այս պահին հիմա իսպանական ակումբները ամենաներկայացվածն են, նրանք արդեն միանշանակ 1 տեղ կունենան կիսաեզրափակում, քանի որ ունեն զույգ քառորդ եզրափակում Բարսելոնան ընդդեմ Ատլետիկո Մադրիդի, նրանցից մեկը հաղթելու է, հայտնվելու է կիսաեզրափակում եւ իհարկե Մադրիդի Ռեալը։ Փաստացի Լա Լիգան իր լավագույն ներկայացուցիչներով 3-ով էլ հայտնվել է քառորդ եզրափակում եւ այս կետից սկսած արդեն հաղթում է Անգլիայի առաջնության թիմերին։ Հիմա արդեն ինձ թվում է պայքարը մեկ այլ կողմ է թևակողում, թե ով արդյունքում որ լիգայի ներկայացուցիչը կհաղթի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում։ Բարսելոնա Ատլետիկո Մադրիդ այդ մասին շատ ասելիք չկա, նայելիք կա, քանի որ թիմերը իրար միջև ֆանտաստիկ դիմակայություն երկխաղյա ունեցել են այս մրցաշրջանում գավաթի խաղարկությունում եւ 4-0 հաշվով հաղթեց Ատլետիկո Մադրիդը, 3-0 հաշվով պատասխան խաղում հաղթեց Բարսելոնան եւ երկու խաղի արդյունքում 4-3 արժևում են Դիեգո Սիմեոնեի սաները։ Դա գավաթի խաղարկությունում էր, այ ինչ կլինի Չեմպիոնների լիգայում, որտեղ որ քաշն ու կշիռը, պատիվն ու հեղինակությունը եւ իհարկե փողն ու եկամուտը ավելի շատ են, ավելի բարձր եւ ավելի շատ մարդիկ են իմանում այդ մասին։ Պարզապես ասելիք չկա, այլ սпасելու համար օրեր, շաբաթներ, որոնք որ պետք է անցնեն ու գա այդ դիմակայությունը, թերևս գլխավորն է, չնայած նրան, որ քառորդ եզրափակիչ մեկ այլ դիմակայություն դասագրքային է Չեմպիոնների լիգայի մասշտաբներում, մակարդակում, դա եզրափակչի արժանի դիմակայություն է ինքն իրենով, քանի որ Մադրիդի Ռեալը խաղալու է բավարարական մեքենայի Մյունխենի Բավարիայի հետ։ Այստեղ եւս հարցեր եւ տոկոսային հարաբերակցություն հաղթողի հավակնորդ, չգիտեմ, ինքներդ պատկերացրեք, գրված է Մադրիդի Ռեալ Բայերն Մյունիխ, ով կարող է հաղթել այստեղ, դժվար է ընդհանրապես կանխատեսումներ անել, լիգայի փուլում շատ ավելի լավ տեսք ուներ Բավարիան, բայց Մադրիդի Ռեալը, որը լավագույն ութնյակից անգամ դուրս մնաց, կհիշեք վերջին խաղում, նա այդքան լավ իրեն չդրսևորեց եւ զբաղեցրեց միայն 9-րդ հորիզոնականը, հիմա արդեն նրանք քառորդ եզրափակում են եւ վերջին քառորդ եզրափակիչ զույգը արդեն եվրոպական երկնակամարում մեծերի գրանտների շարքում նորանուն, ես այդպես եմ հակված մտածել, Paris Saint-Germain-ը նմանն է եւ իհարկե Լիվերպուլ, անվանապես լիգայի փուլում 3-րդ թիմը ընդդեմ լիգայի փուլի 11-րդ թիմի, Paris Saint-Germain-ի համար ընթացիկ մրցաշրջանը Ֆրանսիայի առաջնությունում որոշակի վերապահումներով սահուն է անցնում, այդքան էլ լավ չէ գոնե իմ ընկալմամբ Չեմպիոնների լիգայում շատ լուրջ բարդությամբ նրանք կարողացան Մոնակոյի արգելքը հաղթահարել, ֆրանսիական դիմակայություն էր փլեյօֆում, հետո արդեն եկավ Չելսին ուղղակիորեն ջախջախելու եւ ինձ ճանապարհին չնկատելու պահը, ընդհանուր դիմակայությունում 8-2 եւ արդեն Լիվերպուլ եւս 1 անգլիական ակումբ, որը գոնե այս պահին ինձ Չեմպիոնների լիգայում ավելի մարտունակ է, կարծես թե թվում։ Հետաքրքիր է անդրադառնալ
1-8 եզրափակիչ, 2 դիմակայության, որոնցից առաջինը Գալաթասարայ Լիվերպուլն է, այդ մասին ես իմ նախորդ թողարկմանը խոսել եմ, վերհիշել Սպարտակի հետ կապված մի նախադեպ, միջադեպ հաշվի, որը գրանցվել էր տարիներ առաջ 2010-ականներին եւ ինչպես ես կանխատեսում եմ, այդպես էլ տեղի ունեցավ, առաջին խաղում պատվով դուրս եկավ շատ ավելի համեստ անդերդոգ թիմը, հա, այն ժամանակ Սպարտակը 1-1, այստեղ Գալաթասարայը 1-0 եւ երկրորդ խաղում, երբ շատերին թվում էր արդյոք կհասունանա եւ կլինի մեծ անակնկալ ինչ որ, բայց դա տեղի չունեցավ, ինչպես եւ այն ժամանակ ասացի 3-4-5 գնդակ, այստեղ 4 գնդակով սահմանափակվեցին։ Այն անգամ 7 գնդակ էր հայտնվել Սպարտակի դարպասը։ Եվս մեկ հետաքրքիր խաղակես ավելի շատ այլ ոչ թե հանդիպում։ Լավ, հանդիպում, որը ունեցավ շատ տարօրինակ խաղակես։ Պատկերացրեք Նյուքասլ, Բարսելոնա, Բարսելոնա, Նյուքասլ։ Նյուքասլ, որ առաջին խաղի ժամանակ ուղղակիորեն փայլում էր, նրանք կարծես թե անգամ պետք է հաղթեին ոչ թե 1, այլ 2 գնդակի առավելությամբ։ Երկրորդ խաղի առաջին խաղակես, որը ավարտվում է եկեք ասենք հավասարությամբ, հա? Հավասար թիմեր են իրար առջև դուրս եկել, բայց Բարսելոնան երկրորդ կեսում ուղղակիորեն ոչնչացնում է Նյուքասլին։ Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող թիմը երկրորդ խաղակեսում դուրս էր եկել թիթեռնիկներ որսալու։ Չգիտեմ, դուք բացատրեք դա ինչ էր, 7-2 շատ ուժեղ շխկոցով Բարսան փակեց Նյուքասլի առջև Չեմպիոնների լիգայի դուռը եւ ուղարկեց նրան Անգլիա Պրեմիեր լիգայում իր ելույթները շարունակելու համար։ Թերևս այսքանը գերհետաքրքիր զույգ էր դիմակայության եւ բոլոր նրանց համար, ովքեր որ Չեմպիոնների լիգայի մեծ երկրպագու են, պարզապես հիշեցնեմ, Paris Saint-Germain Liverpool, Madrid-ի Real Bavaria, Barcelona Madrid-ի Atletico եւ Sporting Arsenal։ Թվում է թե գլխագրերի իմաստով ամենաթույլը Sporting Arsenal-ն է, բայց այստեղ էլ Sporting-ը իր առջև գերակատարած խնդիր ունի միանշանակ եւ փորձելու է պայքարել։ Ինչու՞ չէ։ Եթե հնարավորություն կա, պետք է պայքարել։ Սա էլ վերջին ֆուտբոլային թեման, սրանից հետո փոքրիկ ժամանակահատված տրամադրենք հոկեյին եւ ավարտենք այս թողարկումը։ Հոկեյի կանոնավոր առաջնությունում փաստացի գրանցվեց մոնումենտալ պատմության տեսանկյունից այդ մրցաշարի աննախադեպ մի արդյունք, երբ մեկ հոկեյիստը մրցաշարի կանոնավոր հատվածում եւ թե փլեյօֆում երկուսում միասին դառնում է 1000 եւ ավել գոլի հեղինակ։ 1000-ի սահմանագիծը համենայն դեպս այժմ արդեն սահմանված է։ Փաստացի շատերի համար դա թվում էր անհնարին նշաձող, քանի որ երկար տարիներ շարունակ համարվում էր, որ դժվար կլինի որևէ մեկին առհասարակ գրեցկու ռեկորդին մոտենալ։ Իդեպ մեր այս թողարկումների ընթացքում մենք այդ ռեկորդը հաղթահարելու, հավասարվելու եւ անցնելու մասին տափողակներին, գոլերին մենք անդրադարձել ենք։ Հիմա էլ արդեն ունենք 1000-րդ տափողակը հոկեյի կանոնավոր առաջնությունում գրանցված նույն հոկեյիստի կատարմամբ։ Փաստացի թվում էր թե 900-ի նշաձողից հետո կարող է մի պահ մոտենալ, մի պահ գալ, երբ կքննարկվի արդյոք Ավեչկինը շարունակելու է հանդես գալ, բայց 900-ի նշաձողից հետո հիմա արդեն 1000-րդի եւ թվում է թե Ավեչկինը փաստացի ունի այնպիսի ներզոր կարողություններ, որ օրինակ նույն Կոլորադոյի դարպասը գրավելուց հետո առհասարակ նրա կարիերայում ոչինչ չի գնալու դեպի ներքև։ Նա նվազագույնը այս մակարդակը կարողանալու է պահել ընթացիկ մրցաշրջանի վերջում եւ նմանը լինելու է, նման աշխատասերը, նման գոլահարը մնալու է նաեւ գալիք մրցաշրջանի ընթացքում։ Ովքեր կարող են մրցակցել նրա հետ, կարծում եմ անգամ այս պահին անիմաստ է քննարկել, այնպիսի վնասվածքներով շատ մարզաձևում, ինչպիսին որ տափողակով հոկեյն է, այնպիսի արագություններով, որոնք որ կան ժամանակակից հոկեյում, ես դժվարանում եմ ասել, պետք է հիշենք նաև
եւս մեկ գործոնի մասին, որի մասին նեղ շրջանակներում շատ է խոսվել, որ Գրեցկու ժամանակ եւ հիմա դարպասապահի դիրքի եւ դարպասի ինքնին չափերի միջև շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Չափերը դարպասի առումով մնացել են նույնը, բայց այն ամենը մարզահագուստի իմաստով, պաշտպանիչների իմաստով, որոնք որ կրում հագնում են դարպասապահի դիրքի հոկեիստները, շատ լուրջ փոփոխությունների են ենթարկվել եւ տոկոսային անգամ հարաբերակցություն կա հաշված, թե նրանց մարմինը դարպասի դիմաց կանգնած միջին նույն բոյի, նույն քաշի, նույն ծավալի, երբ դարպասապահի եթե վերցնենք, հիմա արդեն տեսողական այն դարպասը, որը հասանելի է որպես թիրախ գրավելու, շատ ավելի փոքր տենց հատվածներ են բաց մնում հոկեիստի համար եւ ըստ էության ել ավելի բարդ իրավիճակում Օվեչկինը կարողացավ ոչ միայն Գրեցկու ռեկորդը անցնել, այլ նաեւ կրկնում եմ սահմանել 1000-ի սահմանագիծ եւ վստահաբար նա գնալու է առաջ։ Դա գալիք բոլոր հաջորդ սերնդի հոկեիստների, անգամ այն նրանց համար, ովքեր որ բավական լավ եւ ռմբարկոյական որակներ են ցուցաբերում, նրանց համար անգամ հիմա չգիտեմ, պատկերացրեք, եթե ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց ռեկորդի հետևից գնալ նույնպես ցանկություն ունեք, որքան անհնարին է դարձնում հենց ինքը այն մարդը, որը այդ ռեկորդները սահմանել է եւ շարունակում է սահմանել։ Համը մնացել է բերանում միանշանակ Ավեչկինի եւ կարծում եմ որքան էլ կանադացիները, ամերիկացիները ցավով պետք է ընդունեն այդ փաստը, որ իրենց կանոնավոր առաջնությունում փայլում է ոչ կանադացի ու ամերիկացի հոկեիստ, այդուհանդերձ նա գալիք տասնամյակների համար իր անունը գրում է ոչ թե պարզապես ոսկե տառերով, այլ նաև ռուսական հոկեյի ազդեցությունը, որը շարունակում է մնալ բավականին լուրջ անգամ այս սահմանափակումների պայմաններում, հաշվի առնելով թե ինչպիսի հոկեիստներ են հիմա ազգային կանոնավոր առաջնությունում մասնակցում, նրանց մասնակցության պայմաններում, կրկնում եմ, այս մեկ դպրոցը, ռուսական դպրոցը ստանում է ինչ-որ ստատուս, կարգավիճակ, նրա անունը հետայսու մնալու է շատ ակտուալ, թե համաշխարհային հոկեյում, թե հենց NHL-ում։ Կարճ ասած, դա մի նշաձող էր, որի մասին առանձնահատուկ շեշտել, խոսել ես պարտավոր էի, քանի որ ինքս անտարբեր չեմ հոկեյի նկատմամբ, թերևս անցած ձմեռային օլիմպիական խաղերում էր ամենահետաքրքիրը հենց հոկեյի շրջանակներում դիմակայություններն են։ Կարծում եմ դուք էլ հաճույքով եք դիտել։ Այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը, մնացեք առողջ, եղեք առողջ, սիրեք սպորտն ու առասարակ բոլոր նրա դրսևորումները, իսկ մենք մեր հերթին կփորձենք ամեն շաբաթ ամփոփել ամենահետաքրքիր իրադարձությունները։ Ձեզ հետ Բուն TV-ի եթերում Գևորգ Ղազարյանն էր, Սպորտ Պոդքասթ Թեթանոսի հետի հերթական թողարկման շրջանակներում։ Հաջողություն։